օգտվելով իր լեգիտիմ գործիքակազմից, հեղինակությունից եւ այն իշխանությունից, որ նրան փաստորեն շնորհվել է կաթողիկոսական ձեռնադրմամբ եւ օծմամբ, 1677 թվականի սկզբին նախաձեռնում է մի ժողով, որը պետք է հայոց պատմության մեջ բեկման սկիզբը լինի։ Նա մեկտեղում է Սուրբ Էջմիածնի մայր տաճարում հայոց վերնախավի 3 շրտերին եւ ինչպես իր իսկ նամակագրությունից է պարզ դառնում եւ հետագայում արդեն Հովհան Վիլհելմի հետ նամակագրությունը, Իսրայելորու բանակցություններ եւ այլն 12 ժողովականներ են մասնակցել, որոնցից կոնկրետ աշխարհիկ վերնախավի ներկայացուցիչներից 3-ի անունն է անվանապես պահպանվել։ Եվ այստեղ հստակ նա դնում է հրամայական օրակարգ բոլորի առջև, որ պետք է այդ շերտերը միախմբվեն համատեղ ջանքերով նախատեսեն աշխատանք թագավորության վերականգնման ուղղությամբ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։